Դուք ինչ եք կարծում ամեն դեպքում, եթե այդ հետընտրական ընդդիմադիր կոալիցիան ստեղծվի, լինելու է ինչ որ փոփոխություն, թե չէ, օրինակ որոշիչ, վճռորոշ շրջադարձ կլինի, թե չէ։ Գիտեք, արդեն ուշ է։ Նրանք պետք է գիշերը գրավեին կենտրոնական դրական հանձնաժողովը։ Իրենց մեթոդներն այդպիսին են։ Քանի որ չեն գրավել արդեն, քանի որ բանակը չի միացել իրենց, ոստիկանությունը չի միացել, դուք հիշում եք, որ 2018 թվականին ոնց եղավ, ոնց փակվեցին փողոցները, կամուրջները, ինչ կատարվեց, դա եթե չի եղել, ուրեմն արդեն ուշ է, դրա համար էլ ըստ երևույթին այդ իմպերիալիստները, սև հարյուրակայինները էլ թղթերը չեն էլ ուղարկել, որովհետև արդեն ուշ է։ Նրանք իրանց պատերազմը պարտվել են, նրանք տապալված են, նրանք չեն կարող նոր շարժում սկսել, ժողովրդական շարժում չեն կարող սկսել, որ կարողանային այն ամեն ինչ, ես ձեզ ասացի, չէ որ բոլոր պետական մարմինները անգործության էին մատնված, բաց էին արել Հայաստանի իշխանության դարպասները։ Դուք պատկերացնում եք այդ դարպասներ լինեին, այդ ամրոցը, եթե իշխանությունը մի ամրոց, միջնաբերդը, հա, դա գնանք միջնադար, միջնաբերդի դարպասները բաց էին ու հրավիրում էին, ասում են եկեք, կենտրոնական դրական հանձնաժողովն ասում են եկեք, գրավեք իշխանությունը։ Նրանք նույնիսկ դա չկարողացան անել, երբ որ հրավիրում էին էստի համեցեք, կար չկարողացան, մեր ժողովուրդ, ես հիմա գովքն եմ անում մեր ժողովուրդը դա չարեց, չգնաց, միջնաբերդը չգրավեց, չհանձնեց Հայաստանը, այլ դա է տեղի ունեցել, չի հանձնվել Հայաստանը։ Ես կարծում եմ, որ Հայաստանը գնաց, այլևս Հայաստանը չի հանձնվի։